այլընտրանքային նախագծեր խումբը հայկական օրակարգ ծրագրի շրջանակներում շարունակում է իր քննարկումների շարքը։ Այսօրվա քննարկման խորագիրն է Հայաստան 2026 իրավունքի վախճանը։ Կարծես թե շատ կատեգորիկ անվանում ենք ընտրել քննարկման համար, բայց ցավոք սրտի դա է մեր իրականությունը եւ այսօր մենք ապրում ենք այնպիսի Հայաստանում, որտեղ ամեն օր արձանագրում ենք իրավունքի վախճան։ Ես կուզենայի սկսել թվարկելով բոլոր քաղբանտարկյալների եւ քաղաքական հետապնդման ենթարկվողների անունները, բայց կարծում եմ այդ դեպքում շատ երկար ժամանակ է պահանջվելու, որովհետեւ բացի նրանից, որ օրինակ կալանավորված են Գագիկ Ծառուկյանը, Ռոբերտ Քոչարյանը, Սեդրակ Քոչարյանը եւ բազմաթիվ այլ մարդիկ գտնվում են տնային կալանքի պայմաններում, կան նաեւ հարյուրավոր մարդիկ, ովքեր ենթարկվում են քաղաքական հետապնդման եւ որոնցից շատերի մասին ցավոք սրտի մենք նույնիսկ տվյալներ չունենք եւ այս process-ը կարծես թե անվերջանալի է։ Եթե մենք հետևում ենք իշխանության գործողություններին, ապա կարող ենք տեսնել, որ նա համառորեն առաջ է տանում վերջին 8 տարիների իր կառավարման պատկերացումները՝ բռնել, դատել, խլել, ազգայնացնել, իսկ իրապահները այդ պատկերացումների երաշխավորման համար անշեղորեն հարուցում են քրեական գործեր կամ թարմացնում են հները, փորձելով ապահովել նոր ցուցանիշներ, անցնել իրավունքի եւ օրինականության վրայով։ Եթե իշխանությունը կարծում է, թե հասարակության մեկուսացման եւ տնտեսության օրեցօր խորացման կոլապսի մթնոլորտում այս ներքաղաքական անհանգստության ֆոնին դա հասարակությանը զբաղեցնելու մեթոդ է, ապա պետք է հիասթափեցնեմ, որովհետեւ միգուցե դա այդպես էր 5 տարի առաջ, այդպես էր 3 տարի առաջ, բայց ոչ այսօր, որովհետեւ այսօր շատ դժվար է գտնել դյուրահավատ քաղաքացու, դյուրահավատ հանդիսատեսի, ով կհավատա այդ քրեական գործերի օբյեկտիվությանը։